Ողջույն հարգելի հետևորդներ, այսօր գտնվում ենք Վանաձորում, իմ հեքիաթը երեխաների խնամքի եւ զարգացման կենտրոնում եւ հետաքրքիր զրույց ենք ունենալու Տիկին Մեժունցի հետ։ Ողջույն Տիկին Մեժունց։ Ողջույն Հայրեն։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալ եմ Փառքս։ Անցնենք բուն թեմային։ Ինչպես է ծնվել ձեր բիզնեսը ստեղծելու գաղափարը։ Եթե անկեղծ մինչ օրս որպես բիզնես այն չեմ ընկալում, սակայն գործունեությունը ծնվել է շատ ակնթարթային։ Ես մինչ գործունեություն ծավալել աշխատելիս եմ եղել Հուսեն Զաքարյանի անվան մշակույթի պալատում, սակայն ինչ-ինչ պատճառներով որոշեցի, որ այլևս պիտի չաշխատեմ, գինումս ներկայացնելու օրը ամբողջ գիշեր ունեցել եմ զանգեր ու բուռն ապրումներ։ Այդ օրերին խմորվում էր այն միտքը, որ երևի սխալ որոշում եմ կայացրել չաշխատելու հետ կապված։ Ի վերջո հարազատ մարդկանց ուղղորդմամբ ծնվեց նաև սեփական ունենալու գաղափար։ Հիմա զարգացման որ փուլում եք գտնվում։ Քանի տարի է կենտրոնը գործում է, ես արդեն գիտեմ։ Կենտրոնը գործում է 3 տարի մի փոքր ավելի, սակայն բավականին նպատակներ ունեն։ Հիմա մեր գործունեությունը գտնվում է զարգացման առաջին փուլում։ Մենք նպատակ ունենք այն ծավալելու, հիմնական շեշտը պետք է դրվի խնդրոն բանիկների աջակցման համար, այսինքն ցանկանում ենք ունենալ նոր տարածք, նոր պայմաններ, Կենտրոնում փաստացի հիմա մատուցվում է նաև դասապատրաստման, ոչ միայն դասապատրաստման, անհատական առարկաների ուսուցման, ռուսերեն, անգլերեն, շախմատ, հայոց լեզու, մաթեմատիկա առարկաներ։ Ովքեր են հիմնականում նպաստել ձեզ կայացման process-ում։ Առաջինը շատ հարազատ մի անձնավորություն, ով տվեց միտքը, հետո աջակցեցին ընտանիքի անդամները, սակայն ընկերների ընտանիքի աջակցությունը չէր կարողանա կյանքի կոչվել, եթե չլինեին իմ ծնողները։ Դիմումս գրելու օրվանից բավականին զանգերի մեծ քանակ, որը պարտավորեցնող էր եւ թրեց այդ քայլը։ Ու առ այսօր կենտրոնը հենվում է իր ծնողների վրա, այսինքն բալիկներ, ովքեր արդեն բավականին մեծահասակ են գալիս են կենտրոն դասապատրաստման, իրենց փոքրիկ եղբայր, քույր, բարեկամական օղակում բոլոր երեխաները, այսինքն կենտրոնը հենց հենվում է ավելի շատ ծնողների ունեցա, կենտրոնը ծնվեց ծնողների աջակցությամբ եւ առ այսօր գոյատևում է ծնողների շնորհիվ։ Որն է մինչ այս պահը հանդիպած ամենամեծ խնդիրը ձեզ։ Խնդիր, եթե որպես այդպիսին խնդիր ուզենամ դիտարկեմ, երևի թե ձևավորման փուլն էր ամենադժվար, որովհետև ամեն ինչ մենք կարողացանք կազմակերպել սեփական ուժերով շատ կարճ ժամանակահատվածում, այսինքն ծնողների հետ բավականին ակտիվ զանգերի օղակում ես պիտի կարողանայի պատասխանատվություն կրեի եւ շատ արագ ձեռնարկեի ունենայի իմ սեփական տարածքը։ Եվ աբսուրդը այն էր, երբ շատ կարճ ժամանակում ես կարողացա մենք ընտանեկան նեղ միջավայրի ուժերով կարողացանք ձևավորել ամեն ինչ, հայտարարվեց կարանտին, COVID-ը սկսվեց եւ մենք առանց բացվելու փակվեցինք, որից հետո 1 տարի անց, երբ որ արդեն հայտարարվեց, որ կարանտինը դադարեցվում է, նորից անցանք աշխատել։ Դժվարություններից մեկը նաև պետության հետ առնչվելիս բնականաբար մենք մանկավարժներ ենք եւ օրենսդրության դաշտում բավականին խեղճանում ենք եւ շատ լավ կլիներ, որ իրավական այս ճանապարհը գոնե որոշակի չափով ավելի մատչելի տրվեր այս օղակին։ Գիտեք, կամ պետք է իրենք նախապես սեմինարներ կազմակերպեն, որտեղ պիտի ձեռներեցը պատկերացում ունենան ինչ քայլերով պիտի հասնի օրենքի դաշտին։ Եվ ինչ խորհուրդ կտաք առաջին անգամ առհասարակ բիզնես սկսողներին ու այս ոլորտում սկսողներին։
Ըստ իս ցանկացած ոլորտում, եթե մարդը պիտի նախաձեռնի ինչ-որ բան, ինքն իր հետ պիտի անկեղծ լինի։ Այսինքն կատարեց իր աշխատանք, պիտի կատարես սիրով ու նվիրումով։ Ուրիշ ոչինչ հարկավոր չէ։ Ես ոչ մի սոցիալական հարթակներում գովազդներով չեմ զբաղվում, բայց իմ աշխատանքը անցնում է իր բնականon հունով, որովհետև անկեղծ եմ աշխատում։ Ինձ թվում է մարդու գործի հաջողության բանալին իր անկեղծության մեջ։ Ըստ ձեզ, ինչ կարող է անել պետությունը, որպեսզի դուք եւ ձեր նման կառույցները, այսինքն այն կառույցներն, ովքեր զբաղվում են երեխաների կրթության շատ կարևոր գործով, ստանան աջակցություն ու ավելի հեշտ լինի աշխատելու, որովհետև այսօր ցավոք սրտի պետական մանկապարտեզներն օրինակ ավելի քիչ տեղ ունեն ու շատ մի բաժին ընկնում է մասնավորի ուսերին։ Պետությունը, եթե տեսեք, ես խոսքիս սկզբում ասացի, որ հիմնականում կազմակերպել ենք ամեն ինչ սեփական ուժերով։ Գիտեք, լինում են ու կան շատ պահանջներ, որ ես կուզենայի ունենամ, նպատակներ կան, որոնք կցանկանայի կյանքի կոչել, բայց ֆինանսական լուրջ խնդրի առջև ենք կանգնում։ Եթե կարողանանք ունենանք հնարավորություն, որտեղ պետությանը մենք ներկայացնենք մեր ցանկությունները, մտահղացումները եւ պետությունը տար նաեւ ֆինանսական, նյութական աջակցություն, բավականին ուրիշ հարթության վրա կլիներ նաև մեր գործունեությունը։ Չնայած այս ամենին ես գիտակցում եմ նաև, որ մենք մասնավոր սեկտոր ենք եւ պետությունը բացարձակ պարտավորություն չունի մեզ աջակցելու, ուղղակի որպես պետության նաև մի օղակ, որը որ կարողանում է ինչ-որ կերպ աջակցել երեխաների դասյարակության, կրթության գործում ցանկալի կլիներ ունենալ նաև պետության աջակցությունը կամ պիտի այդ գործունեությունը ծավալելու process-ը մի փոքր ավելի հեշտացվի, համակարգը մի փոքր ավելի մատչելի դարձնվի։ Thank you.